Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 31-ն է 2025 թվական։ Այսինքն 2025 թվականի վերջի օրը, մեր վերջի հանդիպումը այս տարում, շնորհավորեմ բոլորիդ ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանանք այնմենայն բարիք ձեր օջախներին, մեր ազգին, մեր պետությանը եւ լուրջ սպասելիքներ ունենանք 2026 թվականից, իսկ նենց երկար բարակ ուղերձները թողնենք պետական պաշտոնյաներին եւ քննարկենք նա թե ինչ ենք ակնկալում 2026 թվականից, որովհետեւ բավական բարդ տարի է լինելու աշխարհի համար, նաեւ մեր երկրի համար եւ ինչ են մեր պատկերացումները այդ ուղղությամբ։ Նախ ասեմ, որ բոլորի մոտ չի, որ դեկտեմբերի 31 լույս հունվարի 1-ը դա հիմնական տոնն է տարվա, որ մտածենք, որ աշխարհը մոլորակը հիմա կանգնացնում են, սպասենք այս մի երկու օրը մենք ճոխ սեղանների շուրջ անցկացնենք կամ տոնական տրամադրություններով, կաթոլիկները իրանց հիմնական տոնը թեպետ աշխարհիկ պետություններ են, բայց այնուամենայնիվ հիմնական տոնը դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն է, բուդդայականները փոփոխվող է իհարկե 25 թվականի համար դա մարտի 1-ին էր, մահմեդականները ունեն նաև հունիսի 26-ին, էլի փոփոխվող է, հրեաները սեպտեմբեր 22, էլի փոփոխվող է կապված կոնկրետ ամսվա որորն անգնում, Իրանը իր Նավրուզ նշում է 20-21-ին մարտի, ուզում եմ ասեմ, որ բոլորի համար չի սա հիմնական տոն, այսինքն եթե մենք տեսնենք, որ այնուամենայնիվ ինչ որ զարգացումներ կան աշխարհում, որը որ կարող է մեզ հետաքրքրի, ես անգամ ամսի 1-ին եւ 2-ին եթեր կմտնեմ, եթե նման ինֆորմացիա լինի, որ պետքա ձեր հետ միասին քննարկենք։ Իսկ եթե չէ, աշխատանքային օր ամսի 3-ին կհանդիպենք։ Ուղղակի ուզում եմ ասել, որ անգամ տոնը, եթե մեզ համար է, բոլորի համար չի, որ այդպես է, բացի դրանից է շատերը նաև տոների առիթը օգտագործում են։ Դրա համար հաշվի առնելով, որ ես հին սերունդի ներկայացիչ եմ, կարելի է ասել մի քիչ հետամնաց, էլի ժամանակակից մարդիկ իհարկե Նիկոլ Փաշինյանին են լսում, բայց ես հետևում եմ վարպետի խոսքերին, որ Ավետիք Իսահակյանը իր ռազմակոչը գրում էր. «Էհեյ, լսեցեք, վեհ հայրենիքի կտրիչ զավակներ, ժողովուրդներ քաջ, ելեք, զարթնեցեք, կանգնեցեք արթուն, գիտցեք քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին»։ Սա ուղղակի իմանանք, ոչ թե նրա համար, որ ասենք վայ, տեսնես ինչ կլինի, այլ պարզապես մտածենք, որ թշնամին երբեք չի քնում։ Դա զգոն լինելը միշտ օգտակար է, հավանական բոլոր ռիսկերը գնահատելը միշտ էլ օգտակար է։ Ու չմոռանանք, որ աշխարհում մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, որ առիթից օգտվել են։ Չեմ ասում մենք մեզ այսօր պատերազմ է սպառնում, որ ասենք դա հենց մեզ է վերաբերում, բայց 1973 թվականի հոկտեմբերի 6-ին Յոմ Կիպուրի պատերազմը, որ ասում են ահեղ դատաստանի, դա հրեաների համար հիմնական տոնն էր, ահեղ դատաստանի տոնը, որ այդ օրը առիթն օգտագործեցին, որ կարող է ժողովրդը մի քիչ թուլացած լինի, եւ Սիրիան եւ Եգիպտոսը հարձակվեցին հանկարծակի բերելով Իսրայելին եւ շատ ծանր կորուստներ կրեց Իսրայելը, հետագայում իհարկե իրավիճակը փոխվեց, բայց դա ուրիշ թեմա է, շատ չխորանանք դրա մեջ, առիթ եղել է դրա մասին խոսել ենք, ուզում եմ ասեմ, դա էլ ալնում, որ դիմացինը հաշվի չի առնում, դա ընդհակառակը հաշվի առնում, որ տոնը եւ օգտագործում է առիթը։ Սա ուղղակի մենք իմանանք։ Նաեւ մի բան ուզում եմ ասեմ, որ այդ մեր մոտ են հիմա ցույց տալիս, թե ուրախացեք եւ այլ ինչ է պատահել, բայց չմոռանանք, որ 2018 թվականին, երբ որ մարդիկ չգիտեին, թե դա իրական հեղափոխություն է, թե ինչ որ պայմանավորվածություններ կա կամ այս տարիների ընթացքում ինչ է կատարվելու մեր ժողովրդի հետ, ժողովրդին ոչ մեկը չէր ստիպում, որ ժպտան ու ուրախանան։ Անծանոթ մարդիկ իրար տեսնում էին, ուրախանում էին ու ժպտում էին։ Անծանոթ մարդիկ նույնիսկ աշխարհի տարբեր վայրերում տոնակատարություններ, տոնախմբություններ հայերի մոտ, բոլորը բոլորին շնորհավորում են, որ Հայաստանում ի վերջո Սերժ Սարգսյանի տեսքով իշխանափոխությունից հետո վերջ դրվեց 20 տարվա այդ խոպանչիական իշխանությանը, որը կապվել էր Հայաստանի վզին։
այնպես որ որևէ մեկը չէր պարտադրում, դե ուրախացեք, ով չի ուրախանում, ուրեմն պատերազմ է ուզում։ Այսօր իշխանությունը ստիպում է մարդկանց ուրախանալ, ժպտալ ստիպողաբար, այսինքն ով որ այսօր չի թռչկոտում, ուրեմն նա Հայաստանի լավը չի ցանկանում, ուրեմն նա չգիտես ինչի համար է մտահոգ, երբ որ ամեն ինչ լավ է, բայց դրա համար ուղղակի ես առիթ կունենանք իհարկե այսօր Նիկոլ Փաշինյանի ուղերձը կլսենք, դե ընդհանրապես եմ ասում, չեմ կարծում, որ ինձ այդ ուղերձում ինչ-որ բան կհետաքրքրի, բայց մոտարապես պատկերացնում ենք, չէ, այսինքն ինչ կարող է լինել, բայց տեսնենք, թե ինչ կերպ են ամանորը շնորհավորում իր ժողովրդի Եվրոպայի ամենահզոր երկրի կանցլերը, Գերմանիայի, որը Եվրոպայի ամենամեծ բնակչությունն ունի և ամենամեծ համախառն ներքին արդյունքը և լուրջ ազդեցություն նոր աշխարհակարգի առումով։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ազգին ուղղված ամանորյա ուղերձում ասվում է. Գալիք 2026 թվականը կարող է վճռորոշ լինել ինչպես Գերմանիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար։ Դա կարող է լինել այն տարին, երբ Գերմանիան և Եվրոպան նոր թափով կվերադառնան խաղաղության, ազատության և բարգավաճման տասնամյակների փուլ։ Աշխարհն արագ փոխվում է և այդ փոփոխություններն ազդում են բոլորի վրա, նշել է Մերցը։ Մենք տեսնում ենք համաշխարհային տնտեսությունում պրոտեկցիոնիզմի վերադարձ, հումքից մեր ռազմավարական կախվածությունն ավելի ու ավելի է օգտագործվում որպես քաղաքական լծակ մեծ շահերի դեմ։ Աշխարհաքաղաքական փոփոխությունները զգալիորեն ազդում են Գերմանիայի բարգավաճման վրա։ Մերցը կարծում է, որ բարեփոխումների իրականացման առաջընթացի բացակայությունը կաթվածահար է անում գերմանական ընկերությունների ներուժը, նրանց համար ավելի ու ավելի դժվար է դառնում գոյատևել միջազգային մրցակցության պայմաններում, ընդգծել է կանցլերը։ Մերցը նշել է, որ միաժամանակ փոխվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բնույթը, որը վաղուց ի վեր անվտանգության հուսալի երաշխավոր է Եվրոպայի համար։ Մեզ եվրոպացիներիս համար սա նշանակում է, որ մենք պետք է մեր շահերը պաշտպանենք և պահպանենք ավելի ուժեղ մեր սեփական ջանքերով, ասել է Մերցը։ Եվ սա իր ամանորյա առաջին ուղերձն է։ Ինչպես տեսնում եք, նախկիններին չի քննադատում, ժողովրդին չի ասում դուք անբան եք ու անգրագետ, չի խոսում իրենց հաջողությունների մասին, չի ասում, որ ինչ ժառանգություն էինք ստացել, տեսեք ինչ դժվարությամբ ենք փորձում հաղթահարել, իրենց կրոնական կառույցներին չի մեղադրում։ Պարզապես իր երկրի, իր ժողովրդին ասում է, որ այս ձևով ենք մտնում 2026 թվական։ Բացի տարածքը, բացի բնակչությունը, բացի համախառն ներքին արդյունքը, նաև այս մարդը, որ այսքան խնդիրների մասին խոսեց ժողովրդի հետ անկեղծորեն, մեկ շնչի ընկնող համախառն ներքին արդյունքը Գերմանիայում մոտ $70,000 է, Հայաստանում մոտ 8500, տարբեր հաշվարկի միավորներ կան, ուղղակի վերցրեցի համադրելին նույն սանդղակով 70,000 Գերմանիայում է, 8500 Հայաստանում, և այդ մարդը խոսում է խնդիրների մասին։ Սա ուղղակի ասեցի նրա համար, որ շատ-շատերը մտածում են, որ արդյոք ժամանակը չէ միայն ուրախանալ, անցյալը ապագան այսօր է, և ինչպես տեսնում եք, ինչպիսի հաջողություններ ունենք։ Այսպես է պետական այրը խոսում իր հասարակության հետ։ Այսպես է պետական այրը մտնում հաջորդ տարի, մարդկանց շնորհավորում և նախապատրաստում խնդիրների, որովհետև պատրաստված հասարակությունը շատ ավելի հեշտ է կարողանում հաղթահարել խնդիրները։ Եվ դրա համար մենք, քանի որ առաջիկայում նաև հատուկ, ինչպես տեսակ, Ֆրիդրիխ Մերցը խոսում էր խաղաղության մասին, այո, այն որ մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի միանշանակ, մենք պատերազմ տեսած պետություն ենք, ոչ մեկը մեզանից լավ խաղաղության գինը չի պատկերացնում, բայց խաղաղություն ստանալու համար նաև նախապատրաստական շատ աշխատանքներ կան, որ իսկապես դա իրական լինի, ոչ թե այսպես լոզունգ գային, որ տեսեք դա անում ենք։ Իսկ հիմնական այն ինչ որ սպասում ենք, որը որ վճռականորեն փոխելու է աշխարհի վիճակը, դա ուկրաինական պատերազմի մասին է խոսքը, որը եթե կդադարի, նայած թե ինչ ձևով կդադարի, դրանով պայմանավորված է լինելու նոր աշխարհակարգը ինչ տեսք կունենա, բազմդեցության գոտիների կբաժանվի ուժեղների մեջ,
թե կհարգվի թույլի իրավունքը ուժով պարտադրելով ագրեսորներին նոր աշխարհակարգը, որը ժամանակին աշխարհը նա ունեցել է, որից հետո որոշակի փոփոխություններ է կրել, այո, միաբևեռ աշխարհ այսօր դժվար է պատկերացնել, բայց բազմաբևեռ աշխարհի մեջ առանցքային դերակատարություն պետք է ունենա Միացյալ Նահանգները, որի արդյունքում կարողանան ստեղծեն այդ բևեռները եւ դրանով պայմանավորված լինելու նաեւ ապագա ընտրությունները Հայաստանում։ Մենք նաեւ գիտենք, որ տեսեք ինչ զարգացումները Հայաստանի հետ կապված եւ աշխարհաքաղաքական իրադարձությունները լրջորեն ազդելու են մեր ընտրությունների վրա։ Միշտ չի, որ ընտրության վրա ազդել են դրսի ազդեցությունները, որովհետև հիմնականում մարդիկ գնում են ընտրության, խոսում են սոցիալական խնդիրներից, իրավական խնդիրներից, տնտեսական խնդիրներից, ժողովրդավարության մակարդակից վերում են ցուցանիշներ, մեկը մեկին ասում է, որ գանք էս կանենք, այն կանենք, բայց այսօր աշխարհը մեզ լարված իրավիճակում, քանի որ պատերազմական իրավիճակ է, բոլորը գնում են ընտրության, հաշվի առնելով արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Ի վերջո արդյունքում որտեղ ես։ Շատերը կուզենան բալանսավորված քաղաքականություն վարեն, բայց պատերազմի ժամանակ դա ուղղակի մեղմշպիտ է առաջացնում, որովհետև եթե դու գոնե կոնֆլիկտի կողմ չես, համենայն դեպս կարող ես պաշտպանել ակտիվ չեզոքություն եւ ստիպված չլինես այդ բալանսավորման անվան տակ այնպիսի քայլեր անես, որ հակառակորդ կողմերն ասեն, ես ինչ է կատարվում։ Դրա համար առաջիկա ընտրությունները շատերը նաեւ ինչ են ասում, չէ, ասում են եթե ժողովուրդը դժգոհալում, ինչի առաջնորդները, ինչի հանրային մարդիկ մարդկանց փողոց չեն հանում։ Մարդկանց փողոց հանելը ժողովրդի իրավունք է, արդարացի իրավունք է, միջազգայինորեն ամրագրված։ Դրա մասին չի խոսքը։ Բայց դուք լավ գիտեք մեր իշխանությունների ոճը եւ լավ գիտեք, որ չեղած տեղը ինչեր են սարքում, ուր մնաց թե եղած ինչ որ բան լինի։ Այսինքն եթե մեկը ասում է ժողովրդին հանենք փողոց, հաստատ ձևը կգտնեն, ասեն դուք ինչ եք դուրս եկել իշխանության դեմ, պետական կարգի եւ այլ եւ այլ։ Առնվազը գոնե պետք է ընտրությանը մասնակցես։ Առնվազը գոնե ստանաս այնքան ձայն, որ այդ ժողովրդի ձայները պաշտպանելու առիթով դուրս գաս փողոց, առավել եւս ընտրությունը առավելագույնս ակտիվացնում է հասարակությանը։ Այսինքն հենց այդ ժամանակ ակտիվ հասարակությունը կարող է հետընտրական խնդիրներով, տեսեք ինչ է ստացվում, 2021 թվականին գնացին ընտրության մասնակիցները մանդատները վերցրեցին, գնացին իրենց համար խորհրդարանում նստեցին, ով պետք է դուրս գար փողոց եւ վիճարկեր կամ ընտրության արդյունքները կամ էսիչ խայտարակ ընտրություն կատարվեց մեր երկրում։ Նույնիսկ եթե ընտրության արդյունքը չվիճարկեին, իրանք դժգոհ են այդ իրավիճակից, ով պետք է դա աներ։ Պատկերացնում եք ընտրությանը չմասնակցած ուժ է դուրս է գալիս փողոց, ասում է, ես պաշտպանում եմ, ասում են ինչ է։ Այն մարդիկ, ովքեր ձայն են ստացել, լավ էլ հարմարվել մանդատները վերցրել են, գնացել են նստել։ Այսինքն նրանք, ովքեր ասում են ընտրությամբ իշխանություն չի փոխվում, առանց ընտրության հաստատ չի փոխվելու, որովհետև 50 ավտոմատավորով իշխանություն չես փոխի։ Եթե 50 ավտոմատավորով իշխանություն փոխես, անգամ հիմա այսօր աֆրիկյան բոլոր երկրներում տենց բան չի լինում, ինչպես տեսնում եք, խիստ հազվադեպ ալնում, այն էլ շատ հետամնաց իրավիճակներում։ Միշտ էլ կգտնվի 60 ավտոմատ, որով կփոխեն այդ փոխողին։ Այսինքն դա մեզ լավ տեղ չի տանում։ Եթե նույնիսկ խոսում եք, որ ընտրությամբ իշխանություն չի փոխվում, ընտրության արդյունքում ստացած այդ լարվածության ու այդ իրավիճակը կարող է հանգեցնել ժողովրդի դժգոհության, որ աշխարհի շատ երկրներում տեսնում ենք, որ դժգոհությունը մարդկանց փողոց է հանում։ Այնպես որ ես ուզում եմ սա ասեմ, որպեսզի պատկերացնեք, այն մարդիկ, ովքեր ընտրությանը չեն մասնակցում, բայց ժողովրդին կոչ անեն, թե բերեք դուս գանք էս անենք, այնք դա արդարացված չի։ Հավատացնում եմ ձեզ, դուք եք հասկանում, որ դա իրատեսական չի, ուղղակի ոնց որ մարդկանց վրա պատճառ գտնեն, թե ինչու այս բանը չեք անում։ Անելու առաջի քայլը ընտրությունն է, հասարակական մեծ ակտիվությունը, որը տեղի ունենում ընտրության արդյունքում։ Պատկերացրեք ինչքան ուժեր են մասնակցում, ամեն մեկը հասարակությանը ներկա։ Առավել եւս, որ հասարակության մի ստվար զանգված, բավական գրագետ, բավական կիրթ զանգված, որը կտրականապես մերժում է թե իշխանությանը թե նախկիններին, ուղղակի զայրացած կամ անտարբեր
նստում է տանը, անտարբերել չի լինում, ներվայնացած նստում է տանը չի մասնակցում, դա ասված, որ այդ հասարակության շահերը սպասարկող ընդդիմություն լինի, մարդիկ տեսնեն իրական այլընտրանք, որի համար տնից դուրս գնան ընտրության, եւ այդ արդյունքում դուք հիմա տեսեք, նաեւ շատ դեպքերում ինչ էին ասում, փողոց էին դուրս գալի խորհրդարանական ընդդիմությունը, հասարակությունը չէր պաշտպանում, որտեղ հասարակությունն ասում է՝ մի րոպե, մենք դժգոհ ենք այս իշխանությունից, բայց հաստատ ձեր վերադարձը չենք ուզում։ Ֆանտաստիկ ռեսուրս ունեցող ֆինանսական կապեր, հազարու մի բաներ, կառույցներ ունեցողները մի քանի հազար մարդ չէին կարողանում փողոց անել, այդ մի քանի հազար մարդու մեջ էլ լրագրողներ, կողքով պատահական անցորդներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, որոնք որ կարող էին լինել եւ կարգը պաշտպանողներ համազգեստով, ի վերջո կամերան, որ ֆիքսում է, չի նայում կոնկրետով է համազգեստով կոչը, եւ նաեւ քաղաքացիական հագուստով։ Դա ցույց էր տալիս ինչը, իրանք չունեին հնարավորություն, ոչ, հասարակությունը պետք է հասկանա ումով է փոխում։ Հենց սա է հարցը, դրա համար առաջիկա ընտրությունները շատ կարևոր են, առավել եւս աշխարհաքաղաքական իրավիճակի առումով շատ կարևոր է, որ մենք հասկանանք ճիշտ ընտրություն հասարակությունը կատարելու հնարավորություն ունենա։ Այո, առաջիկայում մենք ինչ ենք սպասում, մենք այս տարվա մեջ էլ տեսանք ինչ խայտառակ իրավիճակ է, մեր մտավորականության շատ ներկայացուցիչներ ինչպես են իրանց դրսևորում, իշխանությանը հաջողանալու համար ինչպես կարող են խայտառակ լինել, ինչպես կարող են իշխանությանը պաշտպանելու համար այնպիսի աբսուրդ բաներ ասել, որ ստիպված են դա այնքան անտրամաբանական լինի, որ անգամ չկարողանան պարզաբանեն, ասեն կատակ էինք անում։ Մենք այս ձևով ենք մտնում 26 թվական, ումով ենք ցանկանում հասարակության մեջ մթնոլորտ փոխել, ում միջոցով ենք ցանկանում հասարակությանը վե արժեքներից խոսել, ասել, որ էսա պետք անել հասարակությանը առաջ տանելու ուղղությամբ մտածել, ոչ թե մտածեն, որ ինչպես իրանց նշաձողը իջած է, հասարակության նշաձողն էլ փորձեն ավելի իջացնել, որպեսզի ասեն տես մերոնք են իշխանության։ Ես դրա համար հիշեցնեմ մի բան, որը արդեն համարյա 20 տարեկան է, բայց այդ մտահոգությունը, որ ունեցել ենք, Փաշինյանը չի եղել իշխանության։ Դա պարզապես մտահոգություն է եղել, որը որ պետք է մշտապես ուղեցույց լինի, այսօր էլ դրա խնդրեմը կա, այսօր էլ այդ հարցին այդպես կարող ենք նայել։ Ժամանակ Երևան օրաթերթ 5 հոկտեմբեր 2006 թվական, իմ հոդվածն է Էդվարդ Տանտինյան, երրորդ Ռայխն էր ինտելեկտուալների իշխանություն կիսագրագետ ղեկավարությամբ։ Մտավորականներին բաժանել իշխանականի եւ ընդդիմադիրի արմատապես սխալ է։ Դասական առումով մտավորականը նա է, ով իր ապրուստը վաստակում է մտավոր աշխատանքով, բայց իրականում երբ ասում ենք մտավորական, նկատի չունենք այդ մարդկանց, այլ մտավորական սերուցքին, էլիտային։ Ուստի իշխանական մտավորական արտահայտությունն ուղղակի նոնսենս է, քանի որ իրականում մտավորականը միշտ պետք է լինի ընդդիմադիր, նույնիսկ աշխարհի ամենալավ իշխանություններին։ Եթե երկրում ամբողջ հասարակությունը կուշտ է, բայց թեկուզ մեկ սոված մարդ կա, ապա մտավորականը պետք է ահազանգի այդ մասին, չէ որ մեզնից մեկը, մեր նման մեկն այդ օրը սոված քնեց, եւ անգամ չգիտենք կարողացավ քնել, թե սովից քունը չտարավ։ Եթե նույնիսկ այդ մեկն էլ կուշտ լինի, ուրեմն մտավորականը պետք է մտահոգվի, թե ինչու մեր կուշտ հասարակությունը թատրոն չի գնում, առհասարակ հոգևոր կյանքով չի ապրում։ Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրի մտավորականն անգամ պետք է ընդդիմադիր լինի իր երկրի կառավարությանը, քանզի այնտեղ էլ կա մեկը, որին այդ բարեկեցությունից համեմատաբար քիչ է բաժին հասել։ Եթե երկրի կառավարությունը գործնականում իր արժև մի քանի տարվա ծրագրային խնդիրներ է դնում, այսինքն հիմնականում կիրառական, ապա մտավորականը ֆունդամենտալ խնդիրների բարձրացնողը պետք է լինի։ Ինչ քայլեր պետք է անել այսօր, որ հայը կարողանա բարեկեցիկ ու ապահով ապրել ոչ միայն այսօր, այլև վաղը հեռավոր ապագայում։ Իսկ եթե մտավորականը կրկեսի արջի նման մի հատ շաքարի համար մի ամբողջ ներկայացում է խաղում, խոնարհվում շաքարի տիրոջ իշխանության առաջ, ապա էլ չպետք է դժգոհի, թե հասարակությունն իրեն ըստ արժանավուն չի գնահատում։ Հարգելիս, եթե դու արժանիքդ մեկ հատ շաքար ես գնահատել, ապա մենք որքան գնահատենք։
Այսօր մեր մտավորականներից շատերի վարքագիծը շատ է հեռու այն մասին, որը 20 տարի առաջ այդ մտահոգությունը ես ունեի։ Այսօր որ հասարակությանը տրամադրում են տրճիկ տվեք, ինչ հապատահել, ուրախացեք, ինչ հապատահել, եւ ցանկացած մարդով խնդրից է խոսում ներկայացնեն, Կիկոսի մահը սարքեցիք, տեսեք ինչ լավ է վիճակը, Ժորժ ջան, իրոք գտնում եք, որ այդպես է վարվելու։ Մարդը, որը որ հասարակության մեջ, այո, եթե հասարակության մեջ կա ծառայեղ աղքատ եւ կա աղքատ, ու դու ամբողջ թիմով տրճիկ ես տալիս, չի կարող դա լուրջ լինել։ Եվ զարմանաս, որ մարդիկ փորձում են ինչ որ ձևով համարժեք վերաբերմունք ունենալ այն հասարակությանը, որը այդ խնդիրները նրա առաջ կա։ Գաղտնիք չէ, որ տոտալիտար կամ ավտորիտար երկրներում իշխանական կուսակցություններում ինտելեկտուալների ստվար զանգված է հավաքվում։ Ինչ է Ադոլֆ Հիտլերի օրոք նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը ինտելեկտուալների կուսակցություն չէր, կամ ասենք Յոսիֆ Ստալինի օրոք կոմունիստական կուսակցությունը, կամ էլ ամբաստանյալ Սադամ Հուսեյնի պաշտոնավարման օրոք բասը։ Կարևորն այն չէ, թե որքան ինտելեկտուալներ կան կուսակցությունում, այլ այն, թե նրանք որ գաղափարին են ծառայում եւ դրանով իսկ ինչ պրոդուկտ են տալիս, թե չէ բռնատիրական վարչակարգերի ժամանակ միշտ էլ իշխանությունը նույնացվում է պետության հետ, պետությունն էլ հայրենիքի, եւ այնինչ անում են իշխանությունների հանձնարարությամբ, իրենց կարծիքով անում են հանուն հայրենիքի։ Չէ որ երրորդ Ռայխի օրոք բարձր արտադրողական գազախցիկ ու կրիմինալորիա նախագծողներն ու աշխատեցնողներն էլ էին դա անում հանուն հայրենիքի եւ բարեխիղճ աշխատանքի համար մեդալներ ստանում։ Մինչդեռ ակնհայտ է, որ նրանց արածը հանցագործություն էր հայրենիքի, ժողովրդի ու մարդկության հանդեպ։ Ասա այն գնահատականը, որը 20 տարի առաջ ինձ մտահոգել է, այն գնահատականը, որ այսօր ես դրա տակ կստորագրեի։ Ու նույնիսկ բառ անգամ չէի փոխի։ Եթե նույնիսկ չկարդայի, որ ամսագրում թերթում կարդացված որ թվականին անգամ կարող է մտածեին, որ այսօրվա մթնոլորտի վիճակին է վերաբերվում դա։ Ցավալիորեն այս վիճակն է մեր մոտ։ Եվ հիմա կարճ երկու լուր նայենք, էլի բաներ կա խոսալու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Ֆորդո Իրանի միջուկային օբյեկտի ոչնչացումից հետո Թեհրանը փորձում է վերականգնել իր միջուկային ծրագիրն այլ վայրերում։ Նրանք նաև փորձում են վերականգնել իրենց բալեստիկ հրթիռների արտադրության օբյեկտը։ Թեհրանը վերադարձել է արտադրությանը։ Մենք նրանց զգալիորեն հետ ենք մղել երկու ոլորտներում էլ, բայց նրանք կփորձեն վերականգնել բալեստիկ հրթիռների արտադրությունը եւ միջուկային ծրագիրը։ Սա կարդացի նրա համար, որ տեսնեք այն մտահոգությունը, որ Իրանի հետ կապված այնուամենայնիվ Իսրայելը փորձում է համոզել Միացյալ Նահանգներին հարված հասցնել, իսկ Իրանը մեր հարևանն է, որ այդ մենք պրոբլեմ չունենք, բայց կունենանք, եթե այդ պրոբլեմը իրանք ստեղծեն մեզ համար։ Դրա համար մենք շատ ուշադրությամբ դրան պետք է հետևենք։ Գիտեք, նաև մի խնդիր կա։ Հիմա այսօր երկրի ներսում կան դժգոհություններ, տնտեսական խնդիրների հետ կապված, իդեպ մի տեղ չէ, շատ տեղեր, դա նշանակում է, որ դա կարող են նաև լուրջ լարվածություններ առաջացնի, բայց առիթից օգտվելը դրսից միջամտել է այդ լուրջ լարվածություններին, չի օգնում Իրանի նման երկրի պարագայում։ Այն պարզ պատճառով, որ այդ ընթացքում իշխանությունը ժողովրդին համախմբում է, որովհետև ուրիշ է տնտեսական հարցերով հարավակներ լինեն, ուրիշը փորձեն օտարին աջակցող քայլեր անեն, իշխանությունը կարող է ուղղակի դնի խեղդի ուժով, դա խնդիր է, որ միաժամանակ նենց չի էլի, որ միանգամից ամբողջ երկիրը ոտի ելավ։ Չնայած որ նախագահը հանձնարարել էր, որպեսզի ներքին գործերի նախարարությունը ցուցարարների հետ աշխատանք տանի, հասկանա խնդիրները գուցե փորձում են լուծել, բայց նաև դա ասում եմ նրա համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ էլ պատրաստ պահել է այն հանգամանքը, որ ժամանակին դե Ամերիկայի հետ շատ ջերմ հարաբերություններ ուներ շահի իշխանությունը, որից էլ հասարակությունը դժգոհեց եւ հեղափոխություն արեց, որից հետո Շահին Շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավին հայտնվեց Միացյալ Նահանգներում, չնայած ինքը հիվանդ էր, քաղցկեղ ուներ, հետո լցվեցին դեսպանատան շենք, նոյեմբերի 4-ին 79 թվականին պահանջում էին որ տալ, որպեսզի նրան դատեն, բայց մինչև հետ եկավ ճանապարհին ինքը մահացավ, Եգիպտոսում էլ թաղվեց։ Ինչի համար եմ ասում, որ նրա որդին Շեհզադե Ռեզա Փահլավին, որը
ապրում է Միացյալ Նահանգներում, այնտեղ կրթություն է ստացել հարավային Կալիֆոռնիայի բավական լուրջ հնարավորություններ, մտավորական անձնավորություն, բավական լուրջ էլիտա է ձևավորվել երկրից դուրս իրանական, բայց ինչն է խնդրեմը, որ այնուամենայնիվ չի հաջողվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներսից կարողանա օգտագործել այն հանգամանքը, որ բավական մեծ ռեսուրս կա դրսում իրանցիների եւ մտավորական եւ ֆինանսական, որտեղ շատ լուրջ փողեր հանեցին Իրանից, շահի կողմնակիցները, ինչու բայց ամեն դեպքում Ամերիկային չի հաջողվում ներսից դա աշխատեցնել։ Մի պարզ պատճառով, որովհետև նույնիսկ եթե շատ արժանի տեխնացու է Ռեզա Փահլավին, որ կարելի է ասել մտավորական մարդ, շատ գրագետ, շատ կիրթ, աշխարհիկ պետության կողմնակից կարող է ամեն ինչ անել, բայց մի հարց, բա ո՞րն է քո արժանիքը, որ դու ուզում ես լինես երկրի ղեկավար։ Հենց դու ասում ես, որ բա ես թագաժառանգն եմ, տեսակ ինչ արեցին հեղափոխությունից հետո, ես կարող էի լինել, այդ դեպքում ասում են, դե եթե դա այդպես է, ուրեմն այլևս քեզ չենք դիտարկում որպես մտավորական լուրջ ինտելեկտուալ անձնավորություն, լուրջ կրթություն ստացած անգամ ռազմական, որովհետև արդեն նայում ենք, որ դու այն շահի տղան ես, որը այնքան օին բերեց ժողովրդի գլուխ, այսպես ասած, որի պատճառով էլ հենց հեղափոխությունը եղավ։ Այսինքն դու չես կարող ասել, ես լավ տեխնացու եմ եւ թագաժառանգ, բայց տեր չեմ հորս արածին։ Այդպես չի լինում ժողովրդյան։ Հայաստանում էլ այդ կարգի խնդիրներ լինում է, որ ասում են անցյալի հետ կապված իրանք հիշացնում են, թե իրանք ինչեր են արել, հենց հիշացնում ես նաև վատը, ասում են ինչու եք անցյալի վատից խոսում։ Այսինքն ուզում եմ ասեմ, իր տեխնացուն, եթե մենք абստրակտ նայենք, կարող է լավ տեխնացու ունի Ռեզա Փահլավին, բայց ով է ինքը, որպեսզի լավ տեխնացու ունի ապրած դրսում այսքան տարի։ Դե հենց թագաժառանգնա նշանակում է ասում ենք, բա չես հիշում հայրդ ինչ էր անում, չես հիշում ժողովրդի վիճակը ինչ էր, չես հիշում գաղտնի ոստիկանությունը ինչ էր անում ժողովրդի գլխին, սավակ որ կար, այսինքն նշանակում է, որ այդ տարբերակը դեռ չի աշխատում, հավանաբար այս պահին էլ չի աշխատի, հենց այդ պարզ պատճառով, որ այն իրավունքները, որ բանացնես, մարդիկ հիշում են այն խնդիրները, որ բերել են երկրի գլխին։ Իսկ հիմա մի հարցի հետ կապված էլ ասենք, հենց Իրանի մասին էինք խոսում, Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի նախագահը դատապարտել է Կիևի կողմից Նովգորոդում Ռուսաստանի Դաշնության նախագահի կեցավայրի վրա կազմակերպած հարձակումը։ Տեսնում եք ինչա կատարվում, այսինքն դուք պարզել եք, հաստատ կատարվել է, հիմա էլ դատապարտում եք, որովհետև իրենք պաշտպանում են Ռուսաստանի տեսակետը, ինչ կա չհասկանալու, բայց ինչա Ռուսաստանից եթե հայտարարում են, որ դա տեղի է ունեցել, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է մի վրթովեց, ոնց հա տենց բան եղել եւ այլ, որևէ մեկը հավատում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական տվյալները այս ընթացքում արդեն այս 2 օր անցել է, Դոնալդ Տրամփի սեղանին չեն դրել, որ նման բան չի եղել։ Կամ եթե դրոնները գնացել են բացարձակ Պուտինի կեցավայրի հետ կապ չունի, կամ այդ դրոնները, որ օդում խփել են 91 դրոն, դուք պատկերացնում եք դա ինչ աղմուկ, ինչ պայթյուններ, ինչ իրավիճակ կարող է առաջանալ մոտակա բնակիչների մոտ, որոնք կտեսնեին, ով է դա ֆիքսը, ուրա մի հատ բան ցույց տվեք, որ մարդիկ տեսնեն։ Իսկ ինչա Դոնալդ Տրամփը, եթե ինքը իր հետախուզական տվյալներով հաստատ գիտի, որ դա տեղի չի ունեցել, բայց պաշտպանի Պուտինի տեսակետը պատկերացնում եք, դա ինչ խայտառակություն է։ Իսկ եթե դա դու գիտես, որ տեղի չի ունեցել, չես սպասում քո հատուկ ծառայությունների զեկույցին, բայց միանգամից Պուտինի ասածին հավատում ես եւ դրա վրա կառուցում անելիքդ, պատկերացնում եք ինչա ստացվում։ Այսինքն հիմա վաղը մյուս օր, իսկ եթե պարզվեց, որ դա իրականում այդպես չի, ի՞նչ է նշանակում։ Պուտինը Դոնալդ Տրամփի ջանքերը խաթարելու համար նրան խաբեց, այսինքն այդ աշճանի թերագնահատում է Ամերիկայի նախագահին, որ Պուտինի նստավայրը, կեցավայրը, թեկուզ որ երրորդ, բայց կեցավայրը որևէ ձևով Ամերիկայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում չի լինի, հա։ Էս են Ամերիկայի Միացյալ Նահանգները, չէր որ ասեց Պրիգոժինը, որը որ դուրս էր եկել, դեռ Ռոստով չմտած, որ ըմբոստացել էր Պուտինի դեմ,
ամերիկացիք ասեցին, որ մենք գիտեինք դրա մասին։ Ուղղակի այդ ժամանակ Տրամպը չէր։ Մենք գիտեինք դրա մասին։ Երբ որ Պրիգոժինը շարժվում էր միջուկային օբյեկտների վրա, Ամերիկան նույնիսկ գիտեր այդ միջուկային օբյեկտների պահեստների տեղը։ Ու Պուտինին ասեց՝ լսի, հասկացի, գնում է գրավի միջուկային օբյեկտների պահեստը, դեմն առեք այդ անաշեններ։ Ամերիկան հուշեց չէ Ռուսաստանին, որ Պրիգոժինը միջուկային պահեստներ է գրավում։ Բայց այդ Ամերիկայի հետախուզական ծառայությունը հիմա ուր է։ Եթե իրոք ունի այդ ինֆորմացիան, թող հանի ասի բոլորս էլ իմանանք, ասենք Ուկրաինա ժամանակ ես գտել ես խառը ժամանակները հազիվ խաղաղության էիր գնում, տենց բան ես արել։ Եվ պատահական չէր, չէ՞ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավելի շուտ գիտեր Պրիգոժինի խռովության մասին, քան գիտեր Պուտինը։ Երբ որ իր խոհարարն է եղել։ Ամերիկան ավելի շուտ գիտեր, որ նա վերցնելու է միջուկային օբյեկտը, չէ՞։ Ես պատահական չէ, որ այդ առիթով մի անգամ ասի, որ աշխարհում կա տարբեր միջուկային պետություններ, հիմա էլ նենց պետք է լինի, որ առաջանա մի հատ էլ միջուկային խոհարար։ Պատկերացնում եք, խոհարարը միջուկային զենքի պահեստ է գրավում ու ասում է, ես միջուկային խոհարար եմ։ Էս էր վիճակը։ Եվ Ամերիկայի ունեցած հնարավորությունը։ Իսկ եթե Պուտինը փորձում է դրանով խաբել ու դրանից հետո գոնե Դոնալդ Տրամպը մի խոսք ուներ, չէ, ասում էր ինձ չեն հարգում կամ ինձ հարգում են, եթե դու քեզ մտածում ես, որ կարող է տենց ֆռացնի, դու պատկերացնում ես, դրանից ո՞նց պետք է վիրավորվես։ Ես Երևանում նստած վիրավորվում եմ, դու տեղ չես վիրավորվում։ Քեզ ում տեղն ա դրե։ Հիմա էլ մի բան է ներկայացնում, ես իհարկե դա էլ կարդանք, բայց մի բան ասենք, ՌԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Իրանի եւ Վենեսուելայի միջև ռազմատեխնիկական համագործակցության դեմ։ Գերատեսչությունը սահմանափակումներ է սահմանել 10 անձանց եւ ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են Վենեսուելային իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու եւ բալեստիկ հրթիռների ծրագրերի մշակման հետ։ Հիմա տեսնում եք Իրանի հետ կապված է, դրա համար եմ ասում։ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միջոցառումները նպատակ ունեն պայքարել Իրանի եւ Վենեսուելայի կողմից մահացու զենքերի տարածման դեմ։ Ինչպես տեսնում եք, հետևողականորեն մտածում է ամեն ինչ անի Իրանի դեմ սանկցիաներ կիրառելու համար։ Էս են Իրանն է, որ ընդամենը 2 առաջ Արարատ Միրզոյանն ասում էր, այո, մենք ցանկանում ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրենք Իրանի հետ։ Լավ եք անում, որ ցանկանում եք։ Ուղղակի այնպես արեք, որ չկարողանաք անհամատեղելին համատեղեք Հայաստանի տարածքում։ Իսկ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի զենիթաարտիլերային զորքերի պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոմանենկովը ինչ է ասել։ Նովգորոդի մարզում Պուտինի նստավայրի վրա հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը հեռահար գործողության ԱԹՍ-ների կիրառմամբ։ ՌԴ օդատիեզերական ուժերը Կիևի հարձակման փաստը հայտնաբերել են դեկտեմբերի 28-ին Մոսկվայի ժամանակով 19:20-ի սահմաններում։ Կիևի ահաբեկչական հարձակման հետմղման արդյունքում Ռուսաստանի տարածքում տուժածների ավերածություններ չկան, նստավայրին վնաս չի հասցվել, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Կիևի ահաբեկչական հարձակումը եղել է նպատակաուղղված, մանրակրկիտ պլանավորած եւ կրել է էշելոնացված բնույթ։ Ուկրաինայի զինված ուժերը 91 անօդաչու են ուղարկել Պուտինի նստավայրի վրա։ ՌԴ հոբ միջոցները ոչնչացրել են ուկրաինական բոլոր անօդաչուները, որոնք Կիևն ուղարկել է ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակվելու համար, ասել է Ռոմանենկովը։ Փաստորեն չեն ոչնչացրել։ Օդում բռնել հարձակքնել են եւ պարզել են, թե դրոնները ինչին էին խփելու։ Իրանք դա խփել են, հայտնաբերել են բավական շուտ եւ կանխել են բավական շուտ, բայց հայտարարում են, որ գիտենք որտեղ էր խփելու եւ գիտենք կոնկրետ ինչ նպատակով էր արձակված, բայց մի հատ վիդեո չենք տեսել մինչեւ հիմա։ Ընդհանրապես ասում են, մենք հիմա քարտեզներ ցույց կտանք, ստեղով գնաց ընդ քարտեզ ուզում եք, հիմա ես դնեմ ձեր աչքի առաջ, գծեմ ու ցույց տամ։ Այնպես որ դա չի հարցը, հարցը նա է, որ սա խնդիր մնաց եւ երբ որ Ռուսաստանից ասում են, որ տեսակ չեն հարգում Տրամպին, թող Տրամպը մտածի, եթե իրան փորձում են խաբել այս կարևոր իրադարձության հետ կապված, բա հարգում են թե չեն հարգում։ Մի բան էլ, քանի որ մտավորականներից խոսացինք, դա էլ ասենք, դա իմ թեման չի, ինչ որ հիմա ասում եմ, բայց դրա համար ուղղակի անդրադառնամ
տոնական օրը արդեն վերջն է, այսպես ասած կարող են դրան անդրադառնալ։ Հիշում եք, բանի հետ կապված, Պարուս Սևակի արձանի հետ կապված ինչ դժգոհություններ, ինչ լարվածություններ առաջացավ, բայց ամենակարևորը հետագայում, որ ասենք ուղղակի աչքս ընկավ, այդքան շատ բան չէ, բայց քանդակագործը, որ ասել էր դե լավ, հո Պարուս Սևակը Ալեն Դելոնը չէր, դրա համար արդարացել է, թե ինչա տեղի ունեցել։ Շատ կարծիքներ կային, մարդիկ ասում էին, դե գիտեք ինչ, այնքան բան կա, որ ստեղծել են ժամանակակից մարդիկ չեն դա գնահատել, հետո գնահատել են սերունդները, ինչ եք մեղադրում։ Մի մասը ասում էր այլանդակությունն, մի մասն ասում էր քանդակագործը ինքը այսպես է տեսնում եւ այլ, ու այդպեսի աղմուկ էր։ Այդ աղմուկի մեջ մանավանդ ոչ իմ մասնագիտական բանից խոսելը չեմ կարծում արդյունավետ էր, հիմա մի քիչ խաղաղ հանգիստ ժամանակներ է, ուղղակի ասեմ ոնց ենք պատկերացնում։ Նախ մտածենք այսպես, երբ որ որևէ քանդակի հետ կապված կամ նկարի հետ կապված մի բան արվում է, ցանկացած ժամանակ կարող ես դու այդ ժամանակվա ոճով նկարել։ Նոր հմտություններ է ձեռք բերում, տեխնիկական հնարավորություններ կա, բնական է, որ 500 տարի առաջ ուրիշ տեխնիկայով կնկարեր, 500 տարի հետո ուրիշ, բայց եթե դու նկարում ես պատմական որևէ մարդու կամ քանդակում ես պատմական որևէ մարդու, կոնկրետ մարդու, նա պետք է լինի այդ ժամանակաշրջանում արտահայտված, այդ ժամանակաշրջանի կնիքը կրի, որտեղ ես չեմ պատկերացնում, որ ժամանակակից մարդ հասի արվեստագետը այսպես է տեսնում, Օլիվեր Կրոմվելին չես տա, էլի, ասենք Nike մարզակոշիկներով, Adidas մարզազգեստով եւ Gucci-ի գլխարկով, ասես լավ է նայվում։ Նրան պետք է իր ժամանակի մեջ ցույց տաս։ Պարուս Սևակն էլ խորհրդային միության ժամանակ է ապրել։ Եթե մենք ուղղակի չգնահատենք այդ ամեն ինչը, մտածենք абստրակտ ձևով կարող ես մարդուն ներկայացնել, հիմա դուք պատկերացրեք, ժամանակին իհարկե կային բավական հայտնի մարդիկ, որոնք եղել են պալատական նկարիչներ, գերմանական տերմինով ասած Հոֆմալերներ։ Այսինքն Դիեգո Վելասկեսը, Անտոնիոս Վան Դեյկը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, դուք պատկերացրեք մարդիկ թագավորական ընտանիքի մարդկանց են նկարել այդ ժամանակվա ոճով, որը եկել հասել է մեզ, մենք պատկերացրել ենք ինչ էր ինտերիերը, ինչ էր այնտեղ, ինչ էր դրա մեջ ասվում եւ այլ, չէ։ Բա որ հանկարծ հերու տնից տեղից որոշեին, ասենք Պավլո Պիկասոին, ասեին թող լինի Հոֆմալեր Պիկասոն, էլի, թող ինքը պալատական նկարիչ լինի եւ նկարի մարդկանց։ Այդ մարդն էլ նկարեր դեմքն ու հետևը խառներ իրար։ Հիմա ասեն ժողովուրդ, ես ինչ ես ալ, այ ախպեր, պակաս աշխարհարչակ, Պիկասոն քան անգամ Վելասկեսը կամ Վան Դեյկը կամ Ռուբենսը, չէ, բայց ասեր ժողովուրդ ջան, նկարիչը այսպես է տեսնում։ Ուղղակի ցույց հատվե թագավորը անենց վատ բնավորություն ուներ, դրա համար հետևը դեմքի տեղն ա դրել, չէ։ Ժողովուրդ ջան, կարա այդպես լինի, բայց մենք ուզում ենք մի բան։ Մենք ուզում ենք հասկանանք, որ մարդուն այդ ժամանակ, երբ որ ցույց էիր տալի, մտահոգ մարդուն 30-40 տարի առաջ կարող էր ուրիշ ձևի ցույց տալ, հիմա ուրիշ։ Այն ժամանակ ոնց էին ցույց տալի։ Մտահոգ մարդը դարդից ծխում է։ Մտահոգ մարդը դեմքին կնճիռներ ունի, մազերը սպիտակած է, մազերը թափվում է, նայում էր ու հոգս ու մտահոգություն էր տեսնում։ Տղամարդու մասին էր, չէ՞ խոսքը։ Հիմա ժամանակները փոխվել են։ Դե ծխելը լավ չի, որ դա ցույց տան, այդ մի բանը լավ է, բայց հիմա դու տղամարդուն ոնց ցույց կտաս, որպես մտահոգ մազերը սպիտակել է, երբ որ մազերը ներկում են։ Մազ են կրակում, դեմքն էլ հարթուկում են։ Դե դրա համար ժամերով պատմեն մտահոգության մասին։ Այսինքն, եթե դու 20 տարի առաջ կամ 20 տարի հետո նկարեիր կամ 30 տարի առաջ, ուրիշ ոչ կլիներ այդ ամեն ինչի մասին, բայց մարդկանց խնդրում ենք, էլի, իրանց ժամանակ, իրանց ձևով ցույց տվեք, էլի, որովհետև եթե մի բան պետք է նկարեք, որը նայենք, հետո դնեք օրերով բացատրեք, թե ինչ է կարել, անկեղծ ասած ինձ այդ քանդակագործի կարծիքը աշխարհընկալման հետ կապված բացարձակ չի հետաքրքրում։ Եթե ինքը ինձանից մի հատ մեծ առավելություն ունի, որ ինքը կարողանում է քանդակի, ես չէ։ Եթե ինքը դա անում է այնպես, որպեսզի ժամերով բացատրի, թե ինչ է ինքը արել, որը որ ընդունելի չի, դա տարբերակ չի, ժողովուրդ ջան։ Դրա հետ կապված ինչ արեցին, բանանը սկոչեցին պատին, 6 միլիոնով վաճառեցին, ինչ որ մեկը առավ ու կերավ։ Այդ դա ցույց տվեց հասարակությանը, այնպես չի, որ ինչը թանկ է, նա արժեքավոր է։
Այ պարզապես հասարակությանը ցույց տվեց, որ կարանք ձեզ հետ այս ձևի կատակներ անենք, այս ձևի խաղեր խաղանք ժողովրդյան։ Այն ինչ որ թանկ է, այն ինչ որ արժեքավոր է, կարողանանք մենք դա գնահատենք ու այդ մարդկանց պատկերացնենք այդ ժամանակի մեջ ինչ են ստեղծել։ Ու պատմական հերոսները, որոնք որ եկել մեզ են հասել, մենք նայենք այդ քանդակներին եւ իմանանք ինչպիսի տեսք են ունեցել Հուլիոս Կեսարը կամ Գնեոս Պոմպեոս մեծը կամ Մարկ Տուլիոս Ցիցերոնը եւ այլ եւ այլ, այլ ոչ թե մտածենք, թե նկարիչը քանդակագործը ինչպիսին էր դա պատկերացնում։ Շատ լավ է այդ աբստրակտ բաները, բայց ուղղակի սա ասի նրա համար, որ մենք պատկերացնենք, որ ամեն ինչ չի էլի, որ կարելի է բացատրել, թե այսպես է ինչ որ մեկը տեսնում։ Իսկ նաև հասարակության հետ կապված մենք շատ ենք խոսում այն մասին, հասարակությունը միատարր չէ ու շատ լավ է, որ միատարր չի։ Եվ դրա համար շատ կարևոր է, թե առաջնորդները ինչ են մեզ ասում, առաջնորդը ինչ արժեքի կրող է, վեհ արժեքի կրող է, թե չէ։ Եթե ճղճի արժեքների կրող է, թյուրիմացություն է, որը հայտնվել է աթոռին, բնական է այդ մարդը ամեն ինչ անելու է, որ հասարակությանը իջացնի ներքև, որտեղ առաջի դեմքերը, որոնք որ նստում են, նրանք օրինակ են հասարակության համար։ Մի առաջնորդը դուրս է եկել փողոց, ժողովուրդը հետևից գնացել է, նահանջող զորքի դեմն եկել առաջնորդը կանգնել է, նրանք առաջ են գնացել։ Այսինքն լաաշխարհում անհատի դերը դուք նայեք ինչքան կարևոր է եղել, պատմության ընթացք են փոխել այդ անհատները, եւ դա է պատճառը, որ մենք ինչ ենք ուզում, որ մեր հասարակությանը առաջիկայում ունի ընտրության ժամանակ կատարի այնպիսին, որ սեծ առաջ տանի հասարակությանը, իր օրինակով առաջ տանի, տեսնես, որ նրանք իսկապես արժանի ընտրել ես լավից լավին, որը կարող է լինել արդյունավետ եւ արդար կառավարիչ, չափի միավորը դա է, որովհետեւ միայն արդյունավետ կառավարիչ էլի, բայց սաղ տանի իրանց տուն, էդ էլ հարցի լուծում չի։ Արդար կառավարիչ լինի եւ արդյունավետ չաշխատի ուղակի բյուջե չկարողանա հավաքի, էդ էլ հարցի լուծում չի։ Խնդիրը կայանում է մի բանը, որ այդ երկուսը եթե չզուգակցվեց, դա արդեն խնդրեմ է այդ կառավարության համար, իսկ մեր պարագայում ոչ արդյունավետ են, ոչ էլ արդար։ Այդ դուք պատկերացրեք, թե մեզ ինչ է սպասվում առաջիկայում, եւ դրա համար մենք 2026 թվականը մտնելով պետք է մտածենք, որ շատ լուրջ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումներին։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։